Հայաստանում ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը նախարար Դավիթ Խուդատյանի խոսքով տարիների ընթացքում հանգեցրել է համակարգային մի շարք խնդիրների, այդ թվում գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի։ Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ, կառավարության սահմանած կարգով, իսկ վարձատրությունից ստացված վճարները ուղղել պետական բյուջե։ Չենք վճարում ենք, դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում։ Վարչապետ, գույքը գնահատվում է, սա նաև լրացուցիչ ծախս է, ուրեմն գերատեսչության վրա առաջանում, նաև նպատակահարմարությունը հետագայում այդ գույքերի օգտագործման կորոշվի։ Նախարար Խուդատյանն ասաց, որ ուսումնասիրվել է միջազգային մի շարք երկրների փորձը, մասնավորապես Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, որտեղ համանման կարգով է կառավարվում պետական գույքը։ Ֆինանսների նախարարի կարծիքով պետք է գույքագրել եւ հասկանալ այս կամ այն ծառայությունը, որը պետական կառավարման մարմինն է մատուցում, ինչ է արժենում իր համար, որն էլ արդյունավետության բարձրացման որոշում կայացնելու հիմք կդառնա։ ԿԳՄՍ նախարարն էլ նկատեց, որոշման նախագիծը պետք է մանրամասն քննարկել խորհրդարանական քննարկման փուլում, հասկանալու ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը։ Սա շատ ճիշտ որոշում է, որովհետև սա երաշխիք է, որ մենք մասնավորի հետ մրցելու ենք, մրցակցություն ենք ունենալու։ Հակառակ դեպքում ինչ ենք մենք անում։ Մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում ու խեղդում ենք մասնավորին։ Կարծիքներ հայտնեցին նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Վարչապետ Փաշինյանն ամփոփելով նշեց. պետք է պետական գույքի նկատմամբ վերաբերմունքը փոխել, պետք է շուկան ակտիվացնել եւ մասնավորի հետ մրցակցել, բայց որոշումը կարևորեց նաև սոցիալ-հոգեբանական տեսանկյունից։ Ոչ մի բան անվճար չի։ Բացարձակապես ոչ մի բան անվճար չի։ Կամ այն ինչ որ անվճար է, նշանակում ինքը արժեք չունի։ Եվ սա շատ կարևոր բան է, որ մենք հասկանանք, որ ցանկացած բանի համար կա վճար։ Վարչապետը նկատեց, սա եւս բարեփոխում է, որը պետք է գնա եւ իր խնդրին հանդիպի։ Փաշինյանն անդրադարձավ մարզահամերգային համալիրում օրերս տեղի ունեցած հարսանիքին, որը հանրության շրջանում բուռն քննարկման թեմա դարձավ։ Վարչապետն ասաց, որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում քայքայվում էր եւ կառավարությունը միլիարդներ է ներդրել ու դեռ չի կարողանում կանգնեցնել քայքայման գործընթացը։ Պետք է տնտեսվարությամբ զբաղվել, թե ոչ։ Ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Վարչապետի համոզմամբ մեր եկեղեցիներին, տաճարներին էլ ենք նման կերպ վերաբերվում, երբ չի վերահսկվում անգամ սանիտարական վիճակը։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ։ Այս համատեքստում Փաշինյանը նկատեց, եթե հիմա մեկն առաջարկի մարզահամալիրի գլխին խաչ դնել, գաղափարը կողջունվի։ Վարչապետը ԿԳՄՍ նախարարին հորդորեց եկեղեցիների համար եւս սահմանել ստանդարտներ։ Համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար էլ մշակվել է նախագծերի փաթեթ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ներկայացնելով մանրամասներ նշեց, որ ըստ կարգավորումների երեխաների իրավունքների պաշտպանությունը իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող եւ կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաեւ բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ Փոփոխություններ են իրականացրել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55 է, դարձնում ենք 65, սահմանվել է ալիմենտի վճարման անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը, երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի հանդիսանալու պարտադիր պայման։ Սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Եվ դա առանձնահատուկ հարաբերություններ են, եւ այդ առանձնահատուկ հարաբերությունների մեջ կան
բազմաթիվ առանձնահատկություններ, իհարկե, եւ երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն են։ Փաշինյանի կարծիքով, ինչքան երկիրը զարգացած է, այնքան ընտանիքի մոդելը պակաս է հենված բռնության կուլտուրայի կամ բռնության ենթամշակույթի վրա։ Ուստի նրա խոսքով պետք է ճշգրտենք մեր պատկերացումները մեր ավանդույթների եւ նահապետականության մասին։ Ըստ վարչապետի լավ է, որ երկիրը զարգանում է այն տրամաբանությամբ, որ կանայք եւս սկսել են աշխատել եւ ձեռք են բերում տուն, ու ընտանիքներն առանցին են ապրում։ Նրա համոզմամբ մարդկանց պետք է թողնել ազատ իրենց ընտրությամբ։ Հաջորդ նախագծով էլ կավելացվի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։ Նրանց համար լրացուցիչ եւս 2 օր արձակուրդ կսահմանվի զինվորական երթում ընդունելու կապակցությամբ։ Ինչպես նաեւ 2022 թվականից ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական պաշտոնի նշանակված սպաների համար կսահմանվի բնականի ձեռբերման իրավունք ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Տիգրան Օվակիմյան, Հորիզոն։